Nomine Patris et Filii et Spiritus Sancti, Pater noster, qui es in celis, sanctificetur nomen tuum, adveniat regnum tuum, fiat voluntas tua sicut in cielo et in terra. Panem nostrum quotidianum da nobis hodie, et dimitte nobis debita nostra, sicut et nos dimittimus debitoribus nostris. Et nos inducas in tentationem, sed libera nos a malo. Երբ ժամանակներն հասան իրենց լրմանը, Աստված ուղարկեց իր որդուն, որ ծնվեց կնոջից։ Այս վերջին երկու խոսքերի մասին է, ծնվեց կնոջից, որ ցանկանում ենք մտորել հիսնակացի մեր այս վերջին խորհրդատության ժամանակ, նաև այն պատճառով, որ դրանք սերտորեն կապակցված են Սուրբ Ծննդյան հանդիսությանը, որը տոնակատարելու ենք մի քանի օրից։ Աստվածաշնչում կնոջից ծնված արտահայտությունը մատնանշում է պատկանելությունը մարդկային վիճակին, որի բնորոշ հատկանիշներն են տկարությունն ու մահկանացու լինելը։ Բավական է փորձել հանել այս երեք բառերը նոր կտակարանյան տեքստից, նկատելու համար դրանց կարևորությունը։ Ինչ կլիներ Քրիստոսն առանց դրանց, մի երկնային անմարմին հայտնություն։ Գաբրիել հրեշտակապետն էլ ուղարկվեց Աստծուց, բայց ապա վերադարձավ երկինք, այնպես ինչպես իջել էր այնտեղից։ Կինը Մարիամը նա է, ով ընդմիշտ խարսխեց Աստծո որդուն մարդկության ու պատմության գրկում։ Պողոսի խոսքերն այսպես ընթերցեցին եկեղեցու հայրերը, որ կարիքն ունեցան պայքարելու գնոստիկական ու դոկետական հերետիկոսությունների դեմ։ Նրանք իրավացիորեն ընդգծեցին այն զուգահեռությունը, որ կա կնոջից ծնված արտահայտության եւ այն մյուս արտահայտության միջև, որը Պողոս առաքյալը գործածում է հռոմեացիներին ուղված նամակում Դավթի սերնդից ըստ մարմնի։ Սուրբ Իգնատիոս Անտիոքացին գլխապտույտ առաջացնող արտահայտություն ունի, ասում է, որ Հիսուսը ծնվեց Մարիամից եւ Աստծուց։ Գրեթե այնպես, ինչպես մենք որևիցե մի մարդու համար ասում ենք, որ որդին է այսինչ տղամարդու եւ այսինչ կնոջ։ Իրականում ողջ տիեզերքում Մարիամը միակն է, որ կարող է Հիսուսին դիմել այն նույն խոսքերով, որոնցով նրան դիմում է երկնավոր հայրը. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»։ Առաքյալը նկատել է տալիս Տերտուղիանոսը, չի ասում ծնվեց կնոջ միջոցով, այլ ծնվեց կնոջից։ Պատճառն այն է, որ դոկետական հերետիկոսությունը ժամանակի ընթացքում փոխվել էր եւ նվազ արմատական զգեստավորում էր ստացել։ Ուսուցանում էր, որ Հիսուսն այո մարմին ուներ, բայց երկնային, ոչ երկրային ծագում ունեցող մարմին, որը Մարիամի միջոցով անցել էր ջրանցքի միջով անցնելու նման, ունենալով հանձինս նրա մի ճանապարհ, ոչ թե մայր։ Սուրբ Լևոն Մեծը Պողոսյան ծնվեց կնոջից արտահայտությունը դրեց քրիստոսաբանական դոգմայի սրտում, Ֆլավիանոսին ուղղած իր նամակում գրելով, որ Քրիստոսը նաև մարդ է, քանի որ ծնվել է կնոջից եւ ծնվել է օրենքի ներքո։ Մարմնի մեջ ծնունդը նրա մարդկային բնության ակնհայտ փաստն է։ Նաև Պողոսյան ծնվեց կնոջից արտահայտության վերաբերյալ տեսնում ենք, որ իրականանում է Աստվածաշնչի մեկնաբանության այն մեծ սկզբունքը, որ բանաձևվել է Սուրբ Գրիգոր Մեծի կողմից, այսինքն, որ Աստվածաշունչն աճում է այնքան, որքան որ ընթերցվում է։ Սուրբ Իրենեուսն արդեն Պողոս առաքյալի ծնվեց կնոջից խոսքն ընթերցում է Ծննդոց գրքի լույսի ներքո։ Թշնամություն եմ հաստատելու քո եւ կնոջ միջև։ Մարիամը ներկայանում է որպես այն կինը, որ վերաբովանդակում է Եվային, բոլոր կյանք ունեցողների մորը։
Խոսքը չի վերաբերվում անկարևոր դերակատարության, որ հայտնվում է բեմի անկյուններից մեկում եւ ապա անհետանում է։ Ընդհակառակը, նավամատույցն է աստվածաշնչյան մի ավանդության, որ գտնվում է աստվածաշնչի մի ծայրից մինչև մյուսը։ Սկսվում է այն կնոջով, որ անվանվում է Սիոնի դուստր եւ հանդիսանում է Իսրայելի ողջ ժողովրդի անձնավորումը, եւ ավարտվում է այն կնոջով, ով հայտնության գրքում ներկայացվում է որպես արևով զգեստավորված եւ լուսինն իր ոտքերի տակ, որ ներկայացնում է եկեղեցուն։ Կին եզրը այն Տիտղոսն է, որով Հիսուսը դիմում է իր մորը կանայում եւ խաչի վրա։ Դժվար է, չասելու համար անհնարին է չտեսնել այն կապը Հովհաննես ավետարանչի մտքում, որ գոյություն ունի երկու կանանց միջև՝ այլաբանական կինը, որ եկեղեցին է, եւ իրական կինը, որ Մարիամն է։ Այդ կապն ընդգծված է նաև Վատիկանյան II ժողովի լույս ազգած վավերագրում, որը հենց այս պատճառով Մարիամի մասին խոսում է եկեղեցուն նվիրված սահմանադրության էջերում։ Որոշ ժամանակ է արդեն, ինչ շատ է խոսվում կնոջ արժանապատվության մասին։ Սուրբ Հովհաննես Պողոս II մի առաքելական նամակ է գրել այս նյութի շուրջ՝ կնոջ արժանապատվությունը։ Որքան էլ որ պատիվ, սակայն մենք մարդկային արարածներս կարողանանք վերագրել կնոջը, միշտ անսահմանորեն ավելի վար կմնանք այն պատվից, որ ընծայեց Աստված ինքը նրանցից մեկին ընտրելով, որպեսզի լինի իր մարդացած որդու մայրը։ Նույնիսկ եթե այնքան լեզուներ ունենայինք, որքան որ խոտի տերևներն են երկրի վրա, գրել է մի հեղինակ։ Վերջին ժամանակներում շատ բան է արվել ավելացնելու համար կանանց ներկայությունը եկեղեցու այն օղակներում, ուր որոշումներ են կայացվում, եւ այլ բաներ գուցե մնում է տակավին անելիք։ Բայց սրա մասին չէ, որ այստեղ հարմար առիթն է զբաղվելու, պետք է զբաղվենք մինչդեռ մի այլ ոլորտով, ուր ոչ մի կարևորություն չունի տղամարդ-կին զանազանությունը, քանի որ կինը, որի մասին խոսում ենք, ներկայացնում է ողջ եկեղեցին, այսինքն տղամարդկանց եւ կանանց միևնույն կերպով։ Համառոտ ասած, խոսքը սրա մասին է։ Հիսուսը, որ մի անգամ ֆիզիկապես ու մարմնապես ծնվել է Մարիամից, պետք է այժմ հոգևորապես ծնվի եկեղեցուց եւ յուրաքանչյուր հավատացյալից։ Մեկնողական մի ավանդություն, որն իր սկզբնական կորիզի մեջ սկիզբ է առել Որոգինեսից, բյուրեղացել է հետևյալ բանաձևի մեջ. Մարիամը, այսինքն եկեղեցին, այսինքն հոգին։ Լսենք, թե ինչպես է միջնադարյան հեղինակներից մեկը, երանելի Իսահակ Ստելլացին, բանաձևում այս ուսմունքը։ Աստվածորեն ներշնչված գրքերում այն, ինչը որ ընդհանրական կերպով ասվում է կույս մայր եկեղեցու մասին, եզակի կերպով հասկացվում է կույս մայր Մարիամի վերաբերյալ, եւ այն, ինչը որ հատուկ կերպով ասվում է Մարիամի մասին, ընդհանուր իմաստով հասկացվում է կույս մայր եկեղեցու վերաբերյալ։ Ի վերջո, յուրաքանչյուր հավատացյալ հոգի, լինելով Աստծո բանի հարսը, Քրիստոսի մայրը, դուստրը եւ քույրը, նա էլ իր ձևով համարվում է կույս եւ արգասավոր։ Աստծո իմաստությունն իսկ, որ է հոր բանը, ընդհանրական իմաստով կիրառում է հետևաբար եկեղեցու վերաբերյալ այն, ինչը որ հատուկ կերպով ասվում է Մարիամի մասին, եւ եզակի կերպով նաև յուրաքանչյուր հավատացյալ հոգու վերաբերյալ։ Սկսենք եկեղեցային կիրառումից։ Եթե Աստվածաշնչի լիակատար իմաստով կինը Աստվածաշնչում մատնանշում է եկեղեցին, ուրեմն հաստատումը, որ Հիսուսը ծնվել է կնոջից, ենթադրում է, որ նա պետք է այսօր ծնվի եկեղեցուց։
Օրթոդոքս քրիստոնյաների մոտ շատ տարածված մի սրբապատկեր կա, որ կոչվում է Պանհագիա, այսինքն ամբողջովին սուրբը։ Այդ սրբապատկերում տեսնում ենք Մարիամին ոտքի կանգնած ողջ հասակով։ Իր կրծքին, կարծես ներսից դուրս բխելով, տեսնում ենք մանուկ Հիսուսին, որ չափահաս մարդու վեհությունն ունի։ Բարեպաշտի հայացքը գրավվում է մանկան կողմից նախքան մոր վրա ուղղվելը։ Մայրը մանավանդ թե ձեռքերը վեր բարձրացրած է, գրեթե հրավիրելով նայել մանկանը եւ տեղ տալ նրան։ Ահա այսպիսին պետք է որ լիներ եկեղեցին։ Ով nայում է եկեղեցուն, չպետք է կանգ առնի եկեղեցու վրա, այլ կարողանա տեսնել Հիսուսին։ Գրող Ֆրանց Կաֆկայի պատմվածքներից մեկը կա, որը կրոնական ուժգին այլաբանություն է պարունակում այս առումով։ Կոչվում է մի կայսերական պատգամ։ Խոսում է մի թագավորի մասին, որը մահվան անկողնում պառկած իր մոտ է կանչում ծառաներից մեկին եւ նրա ականջին մի պատգամ է մրմնջում։ Այնքան կարևոր է այդ պատգամը, որ այն կրկնել է տալիս ծառայի կողմից իր ականջին։ Ապա ձեռքի նշանով ազատ է արձակում պատգամատարին, որը ճանապարհ է ընկնում։ Բայց ուղղակիորեն հեղինակի կողմից լսենք պատմության շարունակությունը, որ բնորոշվում է անրջային եւ գրեթե մղձավանջային ձայներանգով, որը յուրահատուկ է այս հեղինակին։ Վեր բարձրացնելով նախ մի, ապա մյուս ձեռքը, պատգամատարն իր առաջ ճանապարհ է բացում ամբոխի միջով եւ առաջանում է թեթև ինչպես ոչ ոք։ Բայց ամբոխն անծայրածիր է, օթևաններն անսահմանորեն շատ։ Կուզենար ճախրել, եթե ճանապարհն իր առաջ ազատ լիներ, մինչդեռ իզուր ջանք է գործադրում։ Տակավին շարունակում է հոգնել ու տանջվել ներքին պալատի սենյակներում, որոնցից երբեք դուրս չի գալու։ Եվ նույնիսկ եթե կարողանար սա անել, դա ոչինչ չէր նշանակի։ Պետք է պայքարեր աստիճաններով վար իջնելու համար։ Եվ նույնիսկ եթե սա էլ կարողանար, դեռևս ոչինչ արած չէր լինի։ Պետք է անցներ բակերի միջով, իսկ բակերից հետո շենքերի երկրորդ շարքը։ Եթե կարողանար դուրս գալ վերջապես վերջին դռնից դուրս, բայց սա երբեք չի կարող կատարվել, իր առաջ ահա կգտներ կայսերական քաղաքը, աշխարհի կենտրոնը, ուր կուտակված են նրա ավերակների լեռները։ Այնտեղ դրանց միջով ոչ ոք չի կարողանում առաջ շարժվել եւ ոչ իսկ մի մեռյալի պատգամը տանելով։ Դու մինչ այդ նստում ես պատուհանիդ մոտ եւ երազում ես այդ պատգամի մասին, երբ վրա է հասնում երեկոն։ Երբ ընթերցում ես այս պատմվածքը, անհնարին է չմտածել Քրիստոսի մասին, ով այս աշխարհից հեռանալուց առաջ եկեղեցուն հանձնեց իր պատգամը։ Գնացեք ողջ աշխարհով մեկ, յուրաքանչյուր արարածի քարոզեցեք բարի լուրը։ Եվ անհնարին է չմտածել այն բազմաթիվ մարդկանց մասին, ովքեր կանգնած են իրենց պատուհանների մոտ եւ երազում են առանց գիտակցելու Քրիստոսի պատգամի նման պատգամի մասին։ Հնարավոր ամեն բան պետք է անենք, որպեսզի եկեղեցին երբեք չդառնա Կաֆկայի կողմից նկարագրված այդ բարդ ու ավերակներով լցված ամրոցը, եւ պատգամը կարողանա դուրս գալ նրանից ազատորեն ու բերկրանքով, ինչպես երբ սկսեց իր ընթացքը։ Գիտենք, թե որոնք են բաժանարար պատերը, որ կարող են խոչընդոտ հանդիսանալ պատգամատարի ճանապարհին։ Դրանք նախ եւ առաջ պարիսպներն են, որ միմյանցից բաժանում են քրիստոնեական տարբեր եկեղեցիներին։ Ապա չափազանց բյուրոկրատիան, արարողակարգային մնացորդները, որ այլևս իմաստազուրկ են, անցյալի ճահճացումներ, օրենքներ ու բանավեճեր, որոնք այլևս սոսկ ավերակներ են դարձել։ Պատահում է ինչպես որոշ պատմական շենքերի դեպքում։
Դարերի ընթացքում պահի պահանջներին հարմարվելու նպատակով դրանք լցվում են բաժանարար պատերով, աստիճաններով, մեծ ու փոքր սենյակներով, աստիճանների տակ գոյացող տարածքներով։ Հասնում է պահը, երբ նկատում ենք, որ այս բոլոր հարմարեցումներն այլևս չեն համապատասխանում ներկա պահանջներին, մանավանդ թե խոչընդոտ են հանդիսանում։ Եվ այդ ժամանակ հարկավոր է քաջությունն ունենալ, քանդելու այդ հավելյալ շինվածքները եւ վերադարձնել շենքն իր սկզբնական պարզությանն ու գործնականությանը, աչքի առաջ ունենալով նրա վերանորոգ գործածումը։ 2013, nel primo anno di pontificato dell'attuale Sommo Pontefice. Կավկայի այս պատմվածքի եւ եկեղեցու վերաբերյալ դրա կիրառման մասին խոսեցի այն քարոզի ժամանակ, որ արտասանեցի Սուրբ Պետրոսի տաճարում 2013 թվականի ավագ ուրբաթ օրը, երբ ընթացքի մեջ էր այժմյան Սրբազան Պապի քահանայապետության առաջին տարին։ Թույլ տվեցի ինձ կրկնել դրանք այսօր, շնորհակալություն հայտնելու համար Աստծուն այն դեպի առաջ կատարված քայլերի համար, որոնք եկեղեցին կատարեց այս տարիների ընթացքում, ինքն իր մեջ փակվածությունից դուրս գալու եւ դեպի աշխարհի գոյութենական արվարձանները գնալու նպատակով, նրանց տանելով Քրիստոսի պատգամը։ Spesso i due ultimi sommi pontefici, Benedetto XVI e Papa Մեզ մնում է խորհրդածել այժմ այն բանի շուրջ, ինչը որ վերաբերվում է մեզ բոլորիս, անխտիր կերպով եւ ավելի մոտիկից, Քրիստոսի ծնունդը հավատացյալ հոգուց։ Քրիստոսը, գրում է Սուրբ Մաքսիմոս Խոստովանողը, միշտ միստիկ կերպով ծնվում է հոգու մեջ, մարմին վերցնելով նրանցից, ովքեր փրկված են, եւ դարձնելով այն հոգուն, ով իրեն ծնում է մի կույս մայր։ che sono salvati e facendo dell'anima che lo genera una madre vergine. Թե ինչպես կարող է մարդը դառնալ Քրիստոսի մայր, բացատրում է Հիսուսն ինքը ավետարանում։ Լսելով, ասում է, խոսքը եւ այն գործի վերածելով։ Կարևոր է նկատել, որ երկու գործողություններ կան կատարելիք։ Մարիամն էլ Քրիստոսի մայրը դարձավ երկու պահերի միջոցով, նախ հղանալով նրան, ապա ծննդաբերելով։ Գոյություն ունեն երկու տեսակի թերի մայրություններ կամ մայրության երկու տեսակ ընդհատումներ։ Մեկը դա վիժման հին ու հայտնի տեսակն է։ Այն տեղի է ունենում, երբ մի կին հղանում է մի նոր կյանք, բայց չի ծննդաբերում, որովհետև հղիության ընթացքում կամ բնական պատճառներով կամ մարդկանց ոճրագործ միջամտության պատճառով սաղմը մահանում է։ Era l'unico caso che si Մինչև քիչ ժամանակ առաջ սա միակ դեպքն էր, որ մարդկությունը ճանաչում էր թերի մայրության վերաբերյալ։ che consiste Այսօր գոյություն ունի մի ուրիշ տեսակ եւս, առաջինի հակառակը, որ կայանում է զավակ ծննդաբերելու մեջ առանց նրան հղացած լինելու։ provete messi nel Այսպես է կատարվում փորձանոթներում բեղմնավորված եւ կնոջ արգանդի մեջ արհեստականորեն տեղադրված երեխաների դեպքում կամ վարձակալության տրված արգանդների դեպքում, որպեսի հյուրընկալեն վճարումով մարդկային կյանքեր, որոնք հղացվել են այլուր։ non è concesso Այս դեպքում կյանքը, որ տվյալ կնոջից ծնվում է, չի գալիս իրենից, հղացված չէ նախ սրտում եւ հետո մարմնի մեջ, ինչպես ասում է Օգոստինոս Հայրապետը Մարիամի մասին։ questi due tristi possibilità. Ցավոք հոգևոր հարթության վրա էլ գոյություն ունեն այս երկու տխուր հնարավորությունները։ Հիսուսին հղանում, բայց չի ծննդաբերում նա, ով խոսքն ընդունում է առանց այն գործադրելու, ով շարունակում է հոգևոր վիժումներ կատարել մեկը մյուսի ետևից, դարձի գալու առաջադրանքներ բանաձևելով, խոսքով կամ մտքով, որոնք ապա սիստեմատիկ կերպով մոռացվում կամ կես ճանապարհին են թողնվում գործնական գետնի վրա։ Դա նրանք են, ասում է Հակոբոս առաքյալը, ովքեր աճապարանքով նայում են իրենց հայելու մեջ եւ ապա հեռանում են, մոռանալով թե ինչպիսին էին։ Քրիստոսին ծննդաբերում է ընդհակառակը առանց նրան հղացած լինելու նա, ով բազմաթիվ գործեր է կատարում, նաև բարի գործեր,
բայց որոնք սրտից չեն բխում Աստծո հանդեպ սիրուց եւ ուղիղ դիտավորությունից, այլ ավելի սովորության ուժով կամ կեղծավորությամբ, կամ սեփական փառքի ու սեփական շահի փնտրտուքով, կամ պարզապես հանուն այն գոհունակության զգացումի, որ տալիս է ինչ-որ մի գործ անելը։ dalla soddisfazione che dà il fare. Մեր գործերը բարի են միմիայն այն դեպքում, երբ բխում են սրտից, երբ հղացված են հանուն Աստծո սիրո եւ հավատքի մեջ։ Այլ խոսքերով ասած, եթե դիտավորությունը, որ մեզ առաջնորդում է, ուղիղ է, կամ առնվազն, երբ ջանք ենք գործադրում այն ուղիղ պահելու համար։ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացին մի խոսք ունի, որը շատ լավ ամփոփում է այն, ինչը որ ցանկանում եմ ասել։ Քրիստոսի մայրերն ենք, ասում է, երբ նրան մեր սրտի ու մեր մարմնի մեջ ենք բերում աստվածային սիրո եւ մաքուր ու անկեղծ խղճի միջոցով։ Նրան ծնունդ ենք տալիս սուրբ գործերի միջոցով, որոնք ուրիշների առջև պետք է շողան որպես օրինակ։ Մենք, ուզում է ասել, Քրիստոսին հղանում ենք, երբ նրան սիրում ենք սրտի անկեղծությամբ ու խղճի ուղղամտությամբ, եւ նրան լույս աշխարհ ենք բերում, երբ սուրբ գործեր ենք կատարում, որոնք հայտնում են նրան աշխարհին եւ փառավորում են Հորը, որ երկնքում է։ Սուրբ Բոնավենտուրան զարգացրել է իր սերովփեանման հոր այս միտքը Մանուկ Հիսուսի 5 տոների մասին կոչվող իր աշխատության մեջ։ Այդ տոներն իր ընկալմամբ հետևյալներն են. հղացումը, ծնունդը, թլպատությունը, աստվածահայտնությունն ու տաճարին ընծայումը։ E la presentazione al Tempio. Սուրբը բացատրում է, թե ինչպես կարող ենք անել այդ տոներից յուրաքանչյուրը մեր կյանքում հոգևորապես տոնակատարելու համար։ Այստեղ մեջբերում է միայն այն, ինչը որ նա ասում է առաջին 2 տոների մասին՝ հղացումն ու ծնունդը։ Սուրբ Բոնավենտուրայի համաձայն հոգին հղանում է Հիսուսին, երբ դժգոհ այն կյանքից, որ վարում է, սուրբ ներշնչումներից մղված եւ սուրբ խանդավառությամբ բռնկված, ի վերջո վճռական որոշմամբ հեռանալով իր հին սովորություններից ու թերություններից, կարծես հոգևորապես բեղմնավորվում է Սուրբ Հոգու շնորհով եւ հղանում է նոր կյանքի առաջադրությունը։ Ահա այսպես տեղի ունենում Հիսուսի հղացումն իր հոգում։ Երբ հղացվում է, Աստծո օրհնյալ որդին ծնվում է սրտի մեջ այն ժամանակ, երբ առողջ կշռադատություն կատարելուց, պատշաճ խորհուրդներ հարցնելուց, Աստծո օգնությունը հայցելուց հետո, հոգին իսկույն գործի է դնում իր սուրբ առաջադրությունը, սկսելով իրագործել այն, ինչը որ ժամանակից ի վեր հասունացնում էր, բայց միշտ հետաձգում էր, վախենալով, թե ընդունակ չէ դրան։ Բայց հարկավոր է պնդել մի բանի վրա. նոր կյանքի այս առաջադրությունը պետք է վերածվի անհապաղ ինչ-որ մի կոնկրետ բանի, մեր կյանքի ու մեր սովորությունների մեջ կատարված մի փոփոխության, հնարավորության դեպքում նաև արտաքին ու տեսանելի հարթության վրա։ Եթե առաջադրությունը գործի չի վերածվում, Հիսուսը հղացվում է, բայց չի ծննդաբերվում։ Խոսքը վերաբերվում է հոգևոր բազմաթիվ վիժումներից մեկին։ Նման դեպքում հոգին երբեք չի կարողանա տոնակատարել Հիսուս մանկան երկրորդ տոնը, որ սուրբ ծնունդն է։ Կրկին կընկնի այն բազմաթիվ հետաձգումներից մեկի մեջ, որոնցով թերևս ուրվագծվել է մեր անցյալի կյանքը։ Մի փոքրիկ փոփոխություն, որով կարող ենք սկսել, կարող է լինել մի քիչ լռություն ապահովելը մեր շուրջը եւ մեր ներսում։ Որքան գեղեցիկ կլիներ, ասում էր Սրբազան քահանայապետը անցած ընդհանուր ունկնդրության ժամանակ, եթե մեզնից յուրաքանչյուրը Սուրբ Հովսեփի օրինակին հետևելով կարողանար վերստին ձեռք բերել կյանքի այս հայեցողական տարածությունը, որի դռները մեր առաջ բացում է հենց լռությունը։ Սուրբ Ծննդյան ծիսական ժամանակվա վաղեմի ժամամուտներից մեկն ասում էր, որ Աստծո բանը երկնքից իջավ, մինչ ամեն բան շուրջ բոլորը պատված էր լռությամբ։ Փորձենք նախ եւ առաջ լռեցնել ժխորը, որ մեր ներսում է,
քննարկումները, որ միշտ հոսում են մեր մտքում անձանց ու դեպքերի մասին, որոնց մեջ անկասկածորեն հաղթանակողի դերն ենք կատարում մենք ինքներս։ Գոնե երբեմն եղբայրներին մեղադրողներից փոխակերպվենք նրանց պաշտպանողների, մտածելով, թե որքան բաների մեջ ուրիշները կարող էին հանդիմանել մեզ։ Կանոնական դատալսումների ժամանակ, առնվազն անցյալում, մեղադրանքները լսելուց հետո դատավորն արտասանում էր «այժմ կլսենք հակառակ կողմին» բանաձևը։ Երբ անդրադառնում ենք, որ մեր մտքում դատում ենք ինչ-որ մեկին, սովորենք իսկույն կրկնել այս բանաձևը ինքներս մեզ. «Այժմ կլսենք հակառակ կողմին»։ Փորձիր քեզ եղբորդ քրոջդ տեղը դնել։ Վերադառնանք մտքով Մարիամին։ Տոլստոյը մի միտք ունի հղի կանանց մասին, որը մեզ կարող է օգնել հասկանալու և նմանվելու Սուրբ Կույսին հիսնակացի այս ծիսական ժամանակվա ավարտական օրերին։ Սպասման մեջ գտնվող կնոջ հայացքն, ասում է, մի տարօրինակ անուշություն ունի և ուղղված է ավելի դեպի իր ներսը, քան իրենից դուրս, որովհետև իր ներսում է գտնվում աշխարհի իր համար ամենագեղեցիկ իրականությունը։ Այսպիսին էր Մարիամի հայացքը, երբ նա իր արգանդում կրում էր տիեզերքի Արարչին։ Նմանվենք իրեն, մտքի ճշմարիտ ամփոփման մի քանի րոպե հատկացնելով ծնունդ տալու համար Հիսուսին մեր սրտում։ Լավագույն պատասխանը, որ կարող ենք տալ Սուրբ Ծնունդը հասարակության կյանքից ջնջելու ապաքրիստոնեականացած մշակույթի փորձերին, դա Սուրբ Ծնունդը ներանձնականացնելն է և այն վերադարձնելն իր էությանը։ Քիչ օրեր անց ավարտվելու է տարին, որի ընթացքում հանդիսավոր կերպով նշեցինք Դանթե Ալիգիերիի մահվան 7-րդ 100-ամյակը։ Մեր այս խորհրդածությունը փակենք, մերը դարձնելով Սուրբ Կույսին ուղղված այն սքանչելի աղոթքը, որ գտնվում է Աստվածային կատակերգության 3-րդ մասի դրախտի վերջին տաղի մեջ։ Դանթեն էլ Պողոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի նման Մարիամին կոչում է պարզապես կին։ Ով կույս մայր, դուստր քո իսկ որդու, բոլոր արարածներից առավել խոնարհ ու բարձր, աստվածային իմաստության հաստատուն սահման, դու նա ես, ով բնությունը մարդկային ազնվացրեց այնքան, որ չխորշեց Արարիչը նրա արարածը դառնալ։ Քո արգանդի մեջ կրկին վառվեց սերը Աստծո և մարդու միջև, որի ջերմության ազդմամբ հավիտենական խաղաղության մեջ այսպես ծիլ տվեց ծաղիկն այս։ Այստեղ մեր համար սիրո պայծառ արև ես և երկրի վրա մահկանացուների մեջ հույսի կենդանի աղբյուր ես։ Ով կին, այնքան մեծ ես ու այնքան թանկագին, որ եթե մեկն ինչ-որ մի շնորհ է ուզում և քեզ չի դիմում, նշանակում է, որ նրա ցանկությունը ճախրել է ուզում առանց թևերի։ Քո բարյացակամությունը ոչ միայն հայցողներին է պատասխանում, այլ շատ անգամներ ինքնաբուխ կերպով կանխում է նրանց խնդրանքները։ Քո մեջ է գթությունը, քո մեջ է աստվածապաշտությունը, քո մեջ է վեհանձնությունը, քո մեջ է բովանդակվում ողջ բարությունը, որ ինչ-որ մի արարածի մեջ կարող է գտնվել։ Սրբազան հայր, պատվական հայրեր, եղբայրներ և քույրեր, բարի Սուրբ Ծնունդ։